Ինչպես միշտ, այս գեղեցիկ տաղավարից ուզում եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր այս պահին դիտում են Հայ Սուպերստար 4 համահայկական նախագիծը։ Մրցութային 9-րդ համերգն է Շանթի եթերում, համերգ որ հերթական անգամ ձեզ կպարգևի հրաշալի կենդանի հնչողություն եւ իհարկե հրաշալի կատարումներ։ Տոնական մեր համերգային ծրագրին մասնակցում են Գոր Հարությունյանը Արմավիրից, Ռաիսա Ավանեսյանը Իրանից, Ռաֆի Օհանյանը Սիրիայից եւ Սուրեն Արուստամյանը Երևանից։ Դիմավորեք պլակատներով, տրանսպարանտներով եւ բարձր բացականչություններով 4 հոգով այսօր ներկայանալու են լիովին այլ տարբերակներով։ Գորն է Արմավիրից, Սուրենը Երևանից, այս հեզիկ նազիկ աղջնակը նույն ինքն է Ռաիսան Իրանից եւ Ռաֆին է Ինքը Սիրիայից է հաստատ։ Այո, հաստատ։ Լավ է։ Պատրաստ ես։ Ես ուզում եմ սկզբում կներես, ուզում եմ սկզբում ծափահարությունների ներքո այդ ինչ որ հարսիկի պարկա չի, ուզում դարավիճակ, Ռայսան պարզապես անցնի։ Հա։ Այս ծափահարությունների ներքո մի փոքրիկ հատված որպես սկիզբ։ Կարող ես։ Կարող ես։ Ոնց որ կարող ես։ Շանթի եթերում աննախադեպ համերգային ծրագիր է սպասվում ձեզ սիրելի հեռուստադիտող 4 հոգի ովքեր պոփ ռոք, ծանր ռոք են ներկայացել հիմա գեղեցիկ ժողովրդական երգեր են երգելու ձեզ համար։ Այո, բազմաժանր է այսօրվա մեր երեկոն եւ կարծում եմ ձեր բուրըն ծափահարությունները եւ ջերմությունը էլ ավելի կողքեվորի մեր մասնակիցներին, որովհետեւ նրանք մնացել են ընդամենը 4-ը։ Մեր գեղեցիկ հարսիկը մենակ է այսօր։ Այո, նրան լքեց, ես պատկասեմ ժողովրդական զգեստը Իվետայի վրա ոնց կնայվեր, բայց ցավոք սրտի նա արդեն միացել է լքյալներին։ Բայց մենք ողջունում ենք ձեզ միևնույն։ Նարը, քո վրա ոչ մի ժողովրդական տար չկա, ինչպես եւ իմ, դրա համար մենք այսօր չլինենք բեմում, հա երևի։ Դու չլինես բեմում, դու լինես գրինում, ես նստած։ Լավ, ես տարազը կվերցնեմ, կդնեմ, կփորձեմ, եթե պեղեմ ինչ-որ տեղից։ Այո, քեզ դրանում կօգնի մեր ստիլիստը հաստատ։ Ջերմ ծափահարություններով Նարա Սուլթանյանին եւ մեր 4 հայ սուպերստարցիներին ուղևորենք կանաչ սենյակ։ Սիրելի հեռուստադիտողներ, Շանթի եթերում երկու համերգային մրցութային մասից բաղկացած հայ սուպերստար 4 համահայկական նախագիծն է։ 4 հոգի են մնացել, պայքարը թեժանում է, ժողովրդական երգեր են երգելու մասնակիցներ, ում շատ դժվար է պատկերացնել այդ ոճում, բայց այդ ոճը այսօր գերիշխելու է։ Ես ուզում եմ ներկայացնել մարդկանց, ովքեր անկախ ինչ է երգվում բեմում, նրանք միշտ իրենց պրոֆեսիոնալ խորհուրդներով մեր մասնակիցների հետ են։ Դա Արվին Քոչարյանն է, Նաիրա Գյուրջինյանը, Գոր Գլումով եւ ուշադրություն, քանի որ հատուկ տոնական օրերին մեզ մոտ 4-րդ ժյուրիի անդամ է, այսօրը եւս բացառություն չէ, անչափ ուրախ եմ մեր տաղավարում ողջունելու մարդ, ով առաջինն էր, հեղափոխեց կարծիքը, որ ժողովրդական երգը պետք է երգեն ստատիկ, տարազով եւ մնացյալ այլ կարծրատիպեր քանդեց խոսքս Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, մեր այսօրվա ժյուրիում հյուր գտնվող Նունե Եսայանի մասին է։ Շարժվում ենք առաջ ու առաջին անգամ սուպերստարի բեմում ողջունում մարդկանց, ովքեր ժողովրդական գործիքների օգնությամբ օգնելու են մեր մասնակիցներին էլ ավելի լավ զգալ իրենց այս բեմում։ Եվ այսպիսով շատ ջերմ ծափահարություններով Քամանչա Վարդան Բաղդասարյան, Քամանի Մխիթար Քեցյան, Թավ Քամանի Ռաֆի Հակոբյան, Փոքր Սանթուր Վլադիմիր Պապիկյան, Մեծ Սանթուր Իզաբելլա Ինջյան,
Սազը ձերքին Արտակ Դավթյան։ Դապ Արսեն Եսայան։ Նվագախմբի ղեկավար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Թարահար Արտեմ Խաչատուր։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ պրոֆեսոր Թովմաս Պողոսյան։ Պարոն Պողոսյան, մենք ձեզ ջերմ ողջունում ենք այստեղ, այս ապահարություններն ուղարկում ենք ձեզ։ Ցավոք սրտի, այստեղ չեք որ վայելեք այս տոնական մեր համերգը։ Իսկ մեր մասնակիցների պարուսույցն է Մարինա Մարտիրոսյանը, վոկալիստն է Ռուզաննա Ջամբազյանը, ոճաբանն է Հասմիկ Բաղդասարյանը, երաժշտական պրոդյուսեր ունենք Գիսա Նեպալյան անունով, նախագծի պրոդյուսեր Անդրե Սիմոնյան։ Մենք սկսում ենք շանթի եթերում Հայ Սուպերստար 4-ը և ժողովրդական երգերը։ Կանաչ սենյակում առաջինը պատրաստ է մեզ հետ տարազով շփվել, ով նառը։ Սազում է, իսկապես։ Այո, մեր առաջին մասնակիցը Գոր Հարությունյանն է, ինչ ես երգելու Գոր։ Երկելու եմ Մխիթար Քեցյանի Մայրիկ երգը։ Քեզ հոգեհարազատ են ժողովրդական երգեր առհասարակ։ Դե որ գիտեմ որ ես հայ եմ, շատ հարազատ են ինձ, լսել եմ պապիկս որ քթիտակ միշտ երգում էր։ Ինչ էր երգում պապիկը քթիտակ։ Ժողովրդական երգեր։ Համեցեք մի հատված պապիկի քթիտակից երգված։ Կարող ես մի փոքր հատված երգել կամ հիշում ես որևէ երգ։ Այո, երգում էր Շադրություն երաժիշտներ, եթե գիտեք։ Հորովել հորի լորի լորով լորի լորա։ Լավ։ Հորովել էր երգում։ Անցած անգամ դու չհայտնվեցիր վտանգավոր գոտում, կա քո մեջ ներքին համոզմունք, որ դու գնում ես դեպի հաղթանակ։ Դեպի հաղթանակ չեմ ասի դեպի հաղթանակ, բայց գնում եմ առաջ։ Ես քեզ մաղթում եմ միայն հաղթանակ եւ հաջողություն իհարկե։ Ավետ կարող ես մասին են այսօր խոսելու, թեման որն է։ Հաղթանակը։ Այո, այսօր մեր մասնակիցները խոսելու են հաղթանակի մասին։ Ջերմ ծափահարում են Գորին եւ հասկանում ինչ է նրա համար հաղթանակը։ 19 տարիների ընթացքում հաղթանակ բառի բերկրանքը ես կոնկրետ չեմ հասկացել, չեմ վայելել հաղթանակ, անկեղծ, հենց հաղթանակ էլի, որ կարող ես համարել, որ դու հաղթեցիր, բան, չէ, առաջնորդվել եմ խորհուրդներով մեծերի, թե շրջապատի մարդկանց և դա էլ այնց թվում հաղթանակ, մեծ հաղթանակը դա, որ ինչ-որ մեկի լսում ես ու առաջնորդվում ես, հաղթանակ եղել է ինձ համար այն անցումային տարիները կարելի ասել, որ ես լինելով քրիստոնյա կանգնել եմ երկընտրանքի առաջ, թե իմ ուսման մեջ, թե իմ շրջապատի մեջ և ինձ թվում է արդեն ես կարող եմ ասել, որ ես լավ ճանապարհ եմ ընտրել, դա արդեն ինձ համար հաղթանակ է։ Հաղթանակ մինչև սուպերստար գալը ես չեմ զգացել, այստեղ էլ զգացի ես հաղթանակ, մինչև այստեղ հասնելը, մինչև այս փուլերը հաղթահարելը, հենց այդ բառը ասում եմ արդեն հաղթահարել, վայելեցի հաղթանակ, ճիշտ է նորից պրոֆեսիոնալների խորհուրդներով, նորից մարդկանց ոնց որ ասած սենց սիրտ էին տալիս մեզ, օգնում էին մեզ, դրա համար ամեն ինչ մեր համար ավելի հեշտ էր։ Մենք հիմա չունենք կոնկրետ ինչ-որ մի գործ, որ մենք ինքներս ենք անում ու առանց խորհրդի, առանց ինչ-որ մեկի օգնության մենք հաղթահարում ենք, որ կարող ենք ասել հաղթեցինք։ Նաև կարող եմ ասել, որ պարտություն զգալը, դու քո ինքդ քո պարտությունը, որ զգում ես եւ ընդունում ես, որ դու պարտվել ես, դա էլ է մեծ հաղթանակ։ Երգը, որը ներկայացնելու է Գորը, հեղինակն է Մխիթար Քեցյանը, ով նստած է նվագախմբում, ձեր ծափահարությունները։ Երգը կոչվում է Մայրիկ։ Իսկ ես ուզում եմ Խաչատուր Աբովյանի ասացվածքով սկսել համերգային ծրագիրը։ 10 լեզու սովորեցեք, բայց ձեր մայրենի լեզուն ղայիմ բռնեք։
Այս տողերի հեղինակը Խաչատուր Աբովյանը այն ժամանակ չէր կարող ենթադրել, որ ավելի քան 1.5 դար հետո 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ փետրվարի 21-ը կհռչակվի որպես մայրենի լեզվի միջազգային օր։ Հայաստանում պետական մակարդակով լեզվի տոնը նշվում է 2006 թվականից։ Շնորհավոր օրդ մայրենի լեզու։ Ժարգոնով խոսելը շատ հեշտ է, փորձենք պահպանել այն ինչ ունենք։ Շատ դժվար չի, հավատացեք, հայերենով էլ կարելի է շոուներ վարել, ես դա ձեզ հավաստիացնում եմ։ Գոռին ենք ողջունում և բոլոր մայրիկներին նվիրվում է երգը։ Ima
Բրավո, չեմ ծափարություններ մեր ժողովրդական երգի նվիրյալներին, մխիթար, քեզ այս ծափարությունները շնորհակալություն, որ մեր օրերում դեռ ստեղծագործում ես այս ժանրում, անկախիցնից ուզում եմ ասել Սևակ Ամրոյան, դիմավորեք, այնքան ավելի այդ նախագծից էր ուզում եմ նաև ջեբ ծափարություններով ողջունենք Շանթի եթերում ժողովրդական երգիչ նախագծի բոլոր մասնիկներին, որովհետև այս նախագիծը իսկապես վերադարձել է շատ-շատերին դեպի ակունքներ ու արմատներ։ Գոր և ժողովրդական երգ։ Համեցեք ժյուրիի անդամներ, Նունե Եսայան։ Նախ թույլ տվեք շնորհավորել այս նախագծի բոլոր մասնակիցներին, այսպես ասեմ, սկսած ստեղծագործական թիմից, հեռուստաընկերությունից եւ իհարկե մասնակիցներին ուզում եմ իսկապես շնորհավորել, որովհետեւ սա այն նախագծերից է, որ գնալով ավելի բարգավաճեց եւ ավելի որակավորվեց ի տարբերություն մնացած շատ նախագծերի եւ այո, ծափահարենք Հետևում եք Նունե նախագծին։ Որքան հնարավոր է հետևում եմ եւ իսկապես ամեն տարի ավելի լավ երեխաներ են հայտնվում եւ ես զարմանում եմ մեր ազգի վրա, մինչեւ ուր են գնալու այսպես։ Դրա համար էլ երբեմն պայքարը թեժանում է, ոչինչ, թող լավերը լինեն, թող պայքարն էլ թեժ լինի։ Լավ, անցնենք արդեն երևի կատարմանը։ Ես այո, հետևել եմ մասնակիցներին Ցավում եմ մի քանի մասնակիցների համար, այսինքն ովքեր դուրս մնացին շատ լավերը կային, եկեք նրանց էլ եւս մեկ անգամ ծափահարենք։ Նունեք անկեղծանակ ամենաշատում համար եք ցավել։ Ճիշտն ասած Գերմանիայից աղջիկ կար։ Իվետան, այսօր կռում պետք է երգեր։ Իհարկե Հայկը ինձ համար բացահայտում էր եւ այո, եւս մեկ անգամ պարծենանք նրանով, որովհետեւ իսկապես բոլորովին կապ չունի թե հայրդ ով է, դու պետք է ինքդ տաղանդավոր լինես, որ բոլորը քեզ հարգեն, ես քեզ հարգում եմ այդտեղ։ Եվ ու վերադառնանք նորից գորին։ Լավ, գորի ելույթը ինձ շատ դուր եկավ։ Նրա համար, որ անկեղծություն կար, մաքրություն կար, ինքը դեռ փոքր է, այսպես ասենք, դեռ չի ապրել այն, ինչ որ օրինակ Աշող Մխիթարը հիմա իր թավշյա ձայնով այս երգը ուրիշ կերպ կներկայացներ, որովհետև հասուն մարդ է, իսկ Գորին դեռ պետք է հասունանա, տարիներ հետո ես կուզենայի, որ դու հիշես այս երգը եւ երգես մայրիկիդ համար միշտ եւ հենց այս անկեղծությունն էլ էլի իր հետ բերում է շատ գեղեցիկ տրամադրություն։ Ինձ շատ դուր եկավ եւ հաշվի առնելով, որ նրա ոճը բոլորովին այլ է, ես կարելի ուղղակի ծափահարել։ Բրավո։ Շնորհակալություն Նունե Եսայանին։ Շնորհակալություն։ Գորի մասին եւ ժողովրդական երգի։ Ես ուղղակի կասեի, որ չկոչենք սա ժողովրդական, կոչենք աշուղական երգեր, Կոչենք այդպես։ Շատ ուրախ եմ եւ Պարծենում եմ Աշող Մխիթարի նման մարդկանցով, որոնք որ այսօր վերադարձնում են մեզ ակունքներին իսկապես եւ ուզում եմ, որ բոլորը
լավ հասկանան, որ ուղեղով մարդը գետից որ ջուր է ուզում խմի, գնում է ներքև, միջև որ գետը նոր սկսում է հոսալ, որտեղ ամենամաքուր ջուրը տեղ է։ Ցավոք սրտի այսօր մեր հայկական էստրադան եւ այսպես կոչված շոու բիզնեսը Էլի քո սիրելի տեքստերն ես ուզում անդրադառնալ։ խմում է ջուրը այնտեղից, որտեղ որ գետը դառնում է ծով կամ օվկիանոս, այսինքն ամենաաղտոտված տեղից։ Կանալիզացիայից։ Այո։ Մենք չենք ամաչում։ Լավա դու ասեցիր, ես էի ուզում ասել, դե ասել չէ։ Կերտաջերերից է որոշ մարդիկ կան ակունքներ, որոնք որ չգիտես խի մոռացված են։ Շնորհակալություն Շանթ TV-ին եւ Հայ Սուպերստար 4-ին, որը վերադարձնում է մեզ ակունքներին։ Գորջան, կյանքում չի մտածի, որ դուք ժողովրդական երգեր այսպես տեսքով, այսպես կերգեք։ Առաջի անգամ ցնցվել եմ, երբ որ առաջի Սուպերստարի ժամանակ ելսե, բայց այն ժամանակ չկար հրաշալի նվագախումբը։ Հիմա լրիվ ուրիշ համ ու հոտ է։ Շնորհակալություն ձեզ։ Գորջան, ինչ երգին է վերաբերվում, շատ հուզվեցի, շատ դուրս եկավ կատարումդ, շատ էի վախում, որ ինչ որ Նայրա Գյուրջինյանը ասաց վիբրատորներդ կմիացնես, չմիացրեցիր, ապրես, անջատել էիր, շատ ազնիվ եւ սիրուն կատարում էր, նույնի հետ համաձայն եմ, որ իհարկե պետք է տարիներ որ այդ ամեն ինչը ապրես, Փառք Աստծո, այսօր կարող ես մամայդ այսպես երգել եւ երկար տարիներ դեռ երգի, մամային առողջություն, լավ լինես, ապրես։ Գյուրջինյան, հուզվեցիք արդյոք գորի կատարումից ժողովրդական։ Պարտադիրս նախ ուզում եմ Արտեմին շնորհակալություն հայտնեմ, որ դուք այսօր զարդարում եք մեր բեմը, իդեպ ասեմ ես հիվանդ բարձր ջերմությունով, բայց չէի կարա բաց թողնել այսօրվա համերգը, որովհետև ես գիտեի, որ դուք կլնեք եւ մի փոքր ուշուշ եք մեզ այցելում, մենք կարոտում ենք ու իսկապես այդ պահանջը ձեր նվագախմբի պահանջը ունենք։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերվում է Գորին, Գորջան, դու գիտես, ես չէի կասկածում, որ ժողովրդականը դու կերգես ու կերգես, որտեվ այդ պոտենցիալը դու ունես ու շատ խորը նստած արմատներով ա դա քո մեջ մտած ու ես գրեթե համոզված եմ, եթե Մխիթարը այդ պոտենցիալը քո մեջ չտեսներ, այս երգը չէր տա հաստատ։ Երբեք չէր տա, որ դու իր գրված երգը կատարես։ Գորջան, բրավո, ապրես, շատ լավն էր, շատ լավ կատարում էր։ Ես ուղղակի Մխիթարը նստած մի փոքր վախենում եմ, բայց ինձ թվում է անթերի։ Արվին Քոչարյան, ֆոտոսեսիական էիք արդյոք գորին այս շորերով, այս գեստով եւ ժողովրդական նախշերով։ Չէ։ Անկեղծ է ասում ամենակարևորը։ Նախ առաջ ֆոտոսեսիան ես պետք է պատկերացնեմ այդ ամեն ինչը։ Դա համար ես մի քիչ այս ամեն ինչից հեռու եմ ժողովրդական։ Թե ասենք այսօր միակ օրերից այլ են, որ ես հագուստի մասին ընդհանրապես չեմ խոսալու։ Իսկ այն ինչ որ վերաբերում է գորի կատարման, ես ասեմ, որ չէի կասկածում ընդհանրապես, որ լավ ես ելույթ ունենալու։ Մի քիչ վախենում էի այն կլկլոցներից, բայց գորը նշեց, որ այդ անջատվել էր այդ ամեն ինչ։ Կլկլոցներից ամբողջ ազգն է վախենում, ոչ իշխեր կարողես վախենում։ Դա թեմային էլ կանդրադառնանք։ Հայ Սուպերստար 4 տիպ նախագծման ինչ որ տենց բան է որ կա, բացի այն որ որակավորումը, ինձ թվում է մի քիչ պայքարում է նաև այն մյուս նախագծերի դեմ, որտեղ վատ բանը միշտ լինում է շատ, իսկ որակյալը միշտ լինում է քիչ, բայց նժարի վրա որակյալը միևնույն է հաղթում է։ Այդ առաջինը չհասկացա, բայց նժար վստահ եմ ճիշտ ես ասում։ Շնորհակալություն Արվին Քոչարյանին։ Գոր, ողջույն, ոնց ես քեզ զգում։ Շատ լավ։ Երգը ընտրել են քեզ համար եւ վստահել է Մխիթարը քեզ այս երգը։ Ինքդ որ ընտրելու լինեիր, ժողովրդական որ երգը կընտրեիր։ Որ անկեղծ ասեմ, մենք ուրիշ երգ ենք ուզում ընտրենք։ Դու ասա ու հիմա այդ փոքրիկ հատվածը ներկայացրու այն ինչ որ դու էիր։ Չեմ հիշում որ այդ երգը։ Ուղղակի մի քիչ ռիթմիկ երգ էր ինքը ավելի։ Ուղղակի ես ուզում եմ հենց մայրիկին երգել այդ երգը, որ լսել էի այդ երգը, շատ է աղանել։ Եվ հարցրեցի կարող եմ երգել թե ոչ, ասի Մխիթար Քեյթյանը ինձ ասաց փորձենք։ Եվ շատ մեծ ջանքերով ստացվեց։ Գորը սկսեց ժողովրդական
Երկիչ նախագիծը հայ սուպերստար 4-ի շրջանակներում։ Ուզում եմ նաև ողջունել դահլիճում գտնվող ժողովրդական երկիչ նախագծի մասնակիցներին, եթե չեմ շփոթվում ձեր անունը Ամրոյան։ Ազգանունը։ Հաղթողներից է այդ հրաշալի նախագծի։ Հաջորդ մասնակիցը, ով ներկայանալու է ժողովրդական գործիքների հետ մեկտեղ, դա Նառա ով է։ Սուրեն Արուստամյանը, այո։ Մարդ գիտարը։ Սուրեն ինչ ես երգելու։ Երգելու եմ անցագնացի երգը, որը նվիրված է մեծագույն բանաստեղծ Պարուհի Սևակին։ Սիրում ես հայկական ժողովրդական երգեր։ Բնականաբար, եթե քո ազգայինն է, ապա հոգեհարազատ է, բայց իմ մեջ չկա այդ ժողովրդական երգեցողությունը, այդքան էլ չեմ զգում այդ երգեցողությունը, փորձեցի ինչքան հնարավոր է այսօրվա համար այս երգը ինչքան հնարավոր է ասենց ներկայացնել։ Ինչ ես ձեռք բերել այս նախագծում մասնակցելու ընթացքում։ Բացի երաժշտական ինչ-որ աճից, նաև մարդկային շփումը, այդ փոխհարաբերությունները, օրինակ պրոդյուսերի հետ, երաժիշտների հետ, մրցակիցներիդ նաև, որովհետև անդադ պնդում ես, որ Ռայսան չպետք է լքի նախագիծը, իսկ Ռայսան իր հերթին անընդհատ ասում է, որ դու չպետք է լքես նախագիծը։ Չէ, ասում եմ, որտեվ Ռայսան իրոք շատ լավ է երգում։ Դուք ուսուսի տված իրար աջակցում եք։ Ինչ է, եթե հարկ լինի կզիջես տեղդ նրա, մի քիչ պրովոկացիոն հարց եմ տալիս, ուղղակի արդեն մոտենում է ավարտ։ Տեղդ կզիջես։ Այո։ Այո։ Քեզ հաջողություն եմ մաղթում, Սուրեն։ Քո բարության մեծահոգության համար ավելի կարող ես դիմավորել։ Դիմավորում եմ եւ ուշիուշով հետևում, թե ինչպես է Սուրենը խոսում հաղթանակի մասին։ Հաղթանակները մարդու կյանքում շատ կարևոր նշանակություն ունեն, քանի որ հաղթանակելով կյանքի տարբեր իրավիճակներում մարդն իրեն լիարժեք ազգում։ Օրինակ, եթե ինչ-որ նպատակ է դնում մարդ իր առջև, աշխատելով, չարչարվելով, հաղթարելով փորձությունները, հասնում է նպատակին, այդ մարդը կարող ասել, որ ինքը հաղթանակած է կյանքի ինչ-որ մասում։ Օրինակ, ես երբ որ գալիս էի հայ սուպերստար նախագիծ, ես ունեմ կոնկրետ իմ ոճը, որում կատարում եմ, որում ինձ շատ լավ եմ զգում, այդ երաժշտական ոճը ինձ շատ հոգեհարազատ է։ Մտածում էի, եթե օրինակ փուլերից ինչ-որ մեկում փուլերի ընթացքում առաջադրվեն այնպիսի երգեր, որոնք այդքան էլ հոգեհարազատ չեն լինի ու կատարման համար կդժվարանամ կատարել կամ ինչ-որ նմանատիպ բան, մտածում էի, թե ինձ ոնց կդրսևորեմ կամ ոնց կկատարեմ այդ երգը, բայց հիմա որ եկա արդեն անցնելով ինչ-որ փուլեր, զգացի, որ կարողանում եմ հաղթահարել դա, եթե ինչ-որ երգ առաջադրում եմ, որ այդքան էլ հոգեհարազատ չի, կարողանում եմ ինչ-որ ձև իմը դարձնել ու կատարել։ Էդ էլ է կարելի ինչ-որ հաղթանակի նման մի բան անվանել, բայց հիմնական հաղթանակները դեռ առջևում են, քանի որ երբ որ ունես նպատակներ, երբ որ ձգտում ես հասնելու այդ նպատակին, այդ դեռ առջևում է ու տա Աստված, որ բոլոր հաղթանակները լինեն խաղաղ պայմաններում։ Անցագնացին մարդկանց հասկացեց, որ պետք է այնպես ապրել, որ կյանքին հրաժեշտ տան որպես մի քնքուշ ու կարճ երազ։ Այս տողերը պատկանում են Աշուղ Շահենին, իսկ անցագնացի երգը նվիրված է Պարուհի Սևակի հիշատակին։ Աշուղ Շահեն, մարդ, ով մահից տարիներ առաջ կանխատեսել էր սեփական մահվան տարեթիվը ու օրը 1990 թվական դեկտեմբերի 17։ Մեր աշուղները մարդիկ են, ովքեր կարողացել են հասնել անգամ պայծառատեսության, պայծառ ծափահարություններով մեր նախագծի գիտարահար Սուրեն Արուստամյանին ենք ողջունում անցագնացի երգով եւ ես մեկ անգամ հիշեցնում, որ այսօր մայրենի լեզվի օրն է, խոսեք հայերեն, ամոթ չի։
կյանքի ժպտացի անցագնացի աշխարհը որպես մի քնքուշ երաց աչքովս տեսա անցագնացի աչքովս տեսա անցագնացի տեսա լավ ու վատ տեսա համբերան տեսա շատ կարի կահավոր զրկան տեսա լավ մարդիկ բարի աշխատանք բարևս տվի անցագնացի տեսա լավ մարդիկ բարի աշխատանք բարևս տվի անցագնացի Շահենեմ երկեցի նոր ման եկած աղկած ուրակներ բոլոր զգացի մահս մնացի մոլոր կյանքս տվեցի անցագնացի կյանքս տվեցի անցագնացի և ինչ ես դու կյանք կարոտով ելած ապտակդ ուժգին բարիքդ մուրած մտքերդ խորը մարդիկ քեզ անհաս քեզնից կարոտով անցագնացի մտքերդ խորը մարդիկ քեզ անհաս քեզնից կարոտով անցագնացի Սուրեն Արուսանյան, մարդ գիտար մեր նախագծում, մարդ որ բլյուզի ռոքի մեջ կար և սա ամենադժվար կաղապարն է նրա համար ժողովրդական երգը։ Չգիտեմ ելում համար է ավելի դժվար 4-ից քան Սուրոյի երգել ժողովրդական երգ։ Նախ և առաջ ես չգիտեի Սևակը ներկա այստեղ, նախ և առաջ ուզում եմ նորեն ողջունենք Սևակին, որտև ես ասենք ժողովրդական երգից շատ հեռու եմ, բայց Սևակի յուրաքանչյուր ելույթս լսել եմ և հաճույքով եմ լսել։ Իսկ այն ինչ-որ վերաբերում է Սուրոյին։ Սուրո ջան, ինձ էլ բացի զինվորական կոշիկ ուրիշ բան եթե հագցնեմ, ոնց որ նոր եմ սկսում քայլել, չեմ կարող քայլեմ։ Դա ֆորմատը, որ տենց սովորել ենք, դու էլ քո երաժշտամը ես լիվ հասկանում եմ։ Վատ չէր։ Ոնց որ ինքը Էրիկ Կլեպտոնը հայերենով ժողովրդական երգի։ Մենք դրան էլ կհասնենք։ Իսկ հաղթանակի մասին, եթե Լիվ Հայաստանում և Սփյուռքում խոսում են վերջի 5 հոգու մասին, նաև Իվետան էլ ցանկի մեջ է 5 հոգին, արդեն հաղթած եք դուք, եթե արդեն առաջի երկրորդ տեղին կարծիքով չունի։ Եթե լավ են խոսում, դրական են խոսում, արդեն հաղթած եք, ապետ։ Շատ տպավորված եմ ես քո ելույթով, որտեվ իսկապես եթե ես ասեցի, որ գորի ժամանակ ես ընդհանրապես չէի կասկածում, Սուրեն, դու շատ էիր հուզվում, ես էլ քո հետ միասին շատ էի հուզվում, որտեվ չէի պատկերացնում, թե ոնց դու պետք է
Աշուղի երգ կատարեց։ Գյուրջյան, չեք սպասում կիթառը, որ մի տեղից հեսա Ես սպասում եմ, ես մտածում եմ, որ ինքը ինչ-որ մի հետաքրքիր ինչ-որ բան կմտածի, բայց նաև ես շատ ուրախ եմ, որ դու հասար այս փուլ ու դու երգեցիր։ Դու ամբողջ երգը իսկապես մի վարքյան անգամ աչքերը չբացեցիր, դա նշանակում էր, որ դու լրիվ մտածեր երգի մեջ եւ քո ձեռքը ինքը նվագում էր այդ երգը։ Ուրիշ բան, որ ես համաձայն եմ Արվինի հետ, որ մի քիչ երեք լեպտոնոտ հնչեց, բայց ես իսկապես շատ ուրախ եմ, որ դու հասար այս փուլ ու կատարեցիր այս երգը, որովհետեւ չգիտեմ, կոնկրետ իմ համար շատ հուզիչ էր ամեն ինչ ու ես ամբողջ երգի ընթացքում քո հետ միասին հուզվում էի ու չգիտեմ, ինձ շատ դուր եկավ, բրավո։ Գլոմով Ես ուզում եմ շնորհավորեմ Սուրենին, որովհետև սա հաղթանակ էր իրոք։ Առանց գիտար դուրս գալ բեմ, երգել աշուղական երգ։ Եթե մի քիչ խորը մտածես այդ ամեն ինչի մասին, կհասկանաս, որ թե աշուղական երգը, թե բլյուզը ունեն նույն արմատները, աշուղներն են երգեն ինչ որ տեսել են եւ երգել են նրա մասին ինչ որ իրենց հուզել է, ոչ թե ինչ որ մեկին հուզել է, փողը տվել են գրել այն երգը։ Դրանում բլյուզը եւ աշուղական երաժշտությունը իրար շատ մոտիկ են։ Իհարկե ես համոզված եմ, որ եթե քեզ թույլ տային դու գիտարով դուրս գայր կամ սազով, սա կներ ուրիշ կատարում, բայց գոյություն ունեն նաև աշուղական երաժշտության մեջ կանոններ, որը որ չի կարելի համենայն դեպս այսօր դեռ խախտել։ Դրա համար ես քեզ շնորհավորում հաղթանակի կապակցությամբ եւ շատ լավ է, որ դու կարողացար, դու քեզ հաղթահարես, ամենակարևորը դա է, եւ դու քեզ ապացուցես, որ դու կարող ես։ Եվ իհարկե շնորհավորում եմ բոլոր պրոդյուսերներին, որոնք որ քեզ համոզեցին, որ դու կարող ես ապրես։ Եվս մեկ մասնագիտական կարծիք։ Ես նույնպես շնորհավորում եմ, սա իսկապես հաղթանակ էր քեզ համար։ Սա նույն բանն է, որ ինձ ասեն ռոք երգի կամ ռեփ օրինակ։ Պատկերացնում եք։ Ռոքը պատկերացնում ռեփը երկավել չէ։ Ռոքը մի ինչ-որ մի ձև պատկերացնելի է։ Նու համարյա նույն բանն էր, խեղճ տղային ինչ-որ է գծել։ Կոնկրետ տանջանք է Սուրենի համար։ Բայց ես ասեմ, որ ինքը ամեն ինչ անում էր, այսինքն զգում էի, որ տանջվում էր, ես չեմ ուզում այս երգը, բայց երգեցիր։ Եվ ասեմ, որ քեզ համար սա նաև հիշողություն կլինի, հիշատակ, ինչ առումով գիտես, հայերը սիրում են սեղանի շուրջ երգել, չէ՞։ Քեզ երբեք չէր հաջողվի ռոք կամ, չգիտեմ, բլյուզ կամ ինչ որ մի բան երգել սեղանի շուրջ առանց գործիքի։ Այս երգը մնաց քեզ նվեր։ Եթե կլինի առիթ, կասեն մի բան երգի, Սուրեն ջան, դու այս երգը հանգիստ կարող ես երգել։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն ունեի Սուրեն Արուստանյան, մարտով իսկը երազում է երբ է ավարտվելու այս հատվածը գնա հանի իր վրայից է։ Չէ, անկեղծ ասել։ Շատ ճիշտ ես մտքերս կարդացիր։ Սուրեն ամենադժվարը ինչն էր երգեցողության մեջ, խոսքերը հիշելու, թե ինչն էր ամենադժվարը ժողովրդական երգ կատարելիս։ Նախ նվագախմբի հետ լրիվ ուրիշ հնչեղություն է, լրիվ ուրիշ է։ Շնորհակալություն, դահլիճը նվագախումբ սիրող դահլիճ է, անընդհատ ծափահարում է։ Բրավո։ Չգիտեմ, այսօր առավոտվանից մտածում եմ աշկերտս փակեմ, բացեմ այսօր անցած էր, տենց ինչ-որ մոտս։ Իսկ որ փակում էին ինչ էին։ Օրինակ Գյուրջյանին թվաց, որ դու փակում ես երգի մեջ մտնելու, իսկ թվալ դու փակում ես, որ դուրս գաս։ Երգին եմ։ Պամիդորը որ գալիս է։ Սուրեն Արուստանյան, մարդ գիտարով փորձեց իր ուժերը նաև ժողովրդական երգի ասպարեզում։ Մենք շարժում ենք առաջ հիշեցնեմ, որ շանթի եթերում աննախադեպ վիճակ է մեր 4 մասնակիցը փորձում են երգել ժողովրդական երգ ու կարծես թե վատ չի ստացվում նրանց մոտ այս ամենը։ Համենայն դեպս ինչ որ բան մեզ թվում է, որ մենք ինտեգրվել ենք ժողովրդական երգիչ նախագծի մեջ։ Երրորդը ով է նարը։ Ոյ։ Երրորդը մեր նախագծի հարցն է, ինչպես ծաղիկը միակ։ Վերջին թինաթյորներից հետո ինձ համար կակատվածահարության հասնող պրոցես է նրան այսպես տեսնել, բայց համենայնդեպս սազում է, չէ՞ ժողովուրդ։ Ռայս ինչ ես երգելու։ Երգել եմ դերեաման երգը։ Քեզ հոգեհարազատ է հայկական էստրադան կամ ժողովրդական երգեր առհասարակ։
Այո, ոգի արազատ է, բայց դե երկելը ստում է ես մի քիչ դժվար կլինի իմ համար։ Շատ հուզված եմ, շատ։ Առաջին անգամ ես երգում։ Այո, ժողովրդական, այո։ Լավ։ Առաջին անգամ հայտնվեցիր վտանգավոր գոտում։ Այո։ Ինչ էիր զգում այդ պահին։ Այդ պահին ոչ մի բան չէի զգում։ Իրոք չեմ զգացել ոչ մի բան։ Հետո որ տուն գնացիմ, նոր գլխին գա վայ վտանգավոր գոտ։ Դու պատրաստ չէիր, չէ՞, լքելու նախագիծը, որովհետև այդքան գովեստի խոսքերից հետո մեկ էլ ինչ որ հայտնվում ես վտանգավոր գոտում։ Իհարկե քիչ էին, կարող է տենց ստացվեր, որ հայտնվեին, բայց չէի մտածում, որ կարող է հայտնվեն, բայց եթե ես հայտնվել եմ վտանգավոր գոտում, դա երևի պետք է որ տենց լինի։ Սթափվեցի մի պահ, հա, կարող եմ ասել, որ ստափվեցի, որ որտեղ եմ։ Եվ հույսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի ու չեմ հայտնվի։ Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես ես դու հաղթահարում այս ժանրը։ Ես քեզ հաջողություն եմ մաղթում, ապետ կարող ես դիմավորել։ Մեծ հաճույքով ինձ մոտ այնպեսի տպավորություն, որ ինքը փախլավաներով է գալու հիմա։ Ինչ է հաղթանակը Ռայսայի համար, Մարկով չէր հայտնվել վտանգավոր գոտում, բայց հայտնվեց։ Հաղթանակը իմ կարծիքով շատ հարաբերական իմաստ ունի, շատ մարդիկ կան, որ մտածում են, որ եթե ինչ-որ լավ բան այլում միած կյանքում և ամեն ինչ միշտ լավ բաներ է, ուրեմն դա հաղթանակ է։ Դա էլ է հաղթանակ, բայց ես մի քիչ ուրիշ ձև եմ մտածում, որ ուրիշ բաներն էլ կարող է հաղթանակ լինի։ Օրինակ, և որ շատ մարդիկ կան, որ իմ սխալները ինձ ասում են, և ես այդ սխալները լսելով փորձում եմ այդ սխալները ճշտեմ և կարողանում եմ ճշտել, որտեղ սխալները ճշտելը մի քիչ դժվար գործ է։ Եթե կարողանում եմ ճշտեմ, ուրեմն դա իմ համար հաղթանակ է, շատ մեծ հաղթանակ է։ Իմ կարծիքով ընկնելով, կոտրվելով, շատ բաներ կա, որ պատճառ այլում, որ մարդ հաղթանակ ունենա, և այդ հաղթանակը միշտ շատ քաղցր է լինում։ Հաղթանակ ձեռք բերելը շատ հեշտ է իմ կարծիքով, բայց պահելն է դժվար։ Նախագծի մեջ էլի նորից ես հաղթանակը մի քիչ ուրիշ ձև եմ տեսնում, իհարկե շատ կուզենամ, որ հաղթեմ, դա ամենից մոտ էլ այդպես է, բայց ես ուրիշ հաղթանակներ եմ իմ կյանքում ձեռք բերել այս նախագծում, որ կարծում եմ բոլորիս մոտ էլ նույն ձևի է, աշխատել թիմի հետ, աշխատել, մենք ամեն շաբաթ կանգնում ենք բեմի վրա և ելույթ ենք ունենում և իմ կարծիքով էսի հաղթանակ չի, ես հաղթանակի վայելելն է, մենք վայելում ենք այդ հաղթանակը իմ կարծիքով։ 2000 թվականին այդ հազվագյուտ կատարման ձայնագրությունը հայտնվեց Էնդրյու Գոլդբերգի հայ-ամերիկացիներ հանրահայտ վավերագրական ֆիլմում։ Հայ սուպերստարի բեմում այս երգը այսօր երգվելու է։ Այդ երգը կատարում են ու կկատարեն, այդ երգը նաև կատարել է հրաշալի կերպով ժյուրիում նստած ժողովրդական երգի։ Շատ լավ մեկնաբան ունես անը։ Խոսքս այն երգի մասին է, որը բխում է ոչ թե հայի սրտից, մտքից, այլ այն ամենախորքից այստեղի։ Այդ երգն է, էլի։ Որ երգել չի, աղոթք է։ Իհարկե խոսքը այս երգի մասին է։ Դլե համար երգում է Ռայսա Ավանեսյանը։ Իրանից։ Dele
Արչնակով սևական իր պահվածքով էր միշտ հայտնի այսօր տարազով երկում է Դլեաման, Գյուրջինյան, լացկա։ Ահա որ հուզմուն կա, որտեվ ես ուղղակի չեմ հասկանում, ոնց մարդ կարա ամեն անգամ, չգիտեմ, այս սենց գա երաշտությունը, տարբեր ոչը, տարբերիս ես արդեն ասել եմ քեզ բազմաթիվ անգամներ, որ դու շատ բազմաժանր աղջնակ ես, բայց այդքան սենց զուլալ ձայնով երկել, սենց դու ոնց որ դու երգում ես, դու ոնց որ հիմա դեղ բալզամ լինեիր մարդու վերքերի վրա։ Բալասան։ Բալասան։ Հայկական համարժեքը չէ, որ մենք այսօր խոսում ենք հայերեն։ Ռայսա ջան, ես իսկապես խոնարհվում եմ քո ձայնի առջև, բրավո, ես շնորհակալ եմ, ես ամբողջ կյանքի ընթացքում կհիշեմ քո Դլեամանը, ապրես։ Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ կարողացար այս ժանրը նաև հաղթես։ Հետաքրքիր պահ, որ երգում էի, ես հիշեցի են սկզբի այդ քասթինգները, որ անում էինք, որ որտեղից որտեղ եկար հասար եւ ինձ թվում է վերջի մի տարվա մեջ դա ամենամեծ հաղթանակն է քո իմ կարծիքով։ Շատ իսկականից շատ հրաշալի կատարումներ էլ չասենք էլ մազերը կանգնավ, չգիտեմ ինչ է լավ։ Լավ էր։ Գիտեք, կան երգեր, որ ես շատ խանդով վերաբերվում եւ վախենում եմ, ոչ թե նախանձում եմ, այլ վախենում եմ, որ վատ երգեն։ Այսինքն չցավա, այդ երգին չցավացնեն։ Ու երբ որ կարդացի ես այստեղ ու հասկացա, որ ինքը պիտի երգի, գիտես ինչ էր, sense ոնց որ ես պիտի երգեմ ու մինենց երգ, որ երբեք չեմ երգել։ Իսկապես ահա որ հուզմունք կար ինձ մոտ։ Եվ առաջի հենց այդ
տողը ասեմ, դլը յաման։ Հենց երկեց արդեն հասկացա, որ ապահով ձեռքերում է, ապահով ձայներում է։ Երկը շատ հետաքրքիր էր ռերը, այդ շատ գեղեցիկ է հնչում ժտարը, իր հրաշալի էր, հրաշալի, այդ պիտի ասեմ, եւ ասեմ, որ իսկապես կարծում էի, թե երկրորդ արդեն դլը յամա, երկրորդից արդեն քողը պիտի հանի, ինքը էլի սկսի իր այդ ձայնով կսազեր, գիտես, հետաքրքիր, կարելի է փորձել։ Իսկապես շատ լավ էր, բրավո, ես Սա քեզ ասում են ունեցանը մարդով այս երկը հրաշալի կետ նաև տեսահոլովակով է ներկայացել ու ուզում եմ նաև ողջունել, չգիտեմ ինչու, այդպես եմ ուզում մեր մայեստրոին Ջիվան Գասպարյանին, այդպես մտքովս անցավ հիմա։ Ամեն նորմալ կամ աննորմալ մարդ ունի իր կյանքում մի քանի երգ, որի հետ կապված են հիշողություններ կամ մտքեր, ես ճանաչում եմ բացի ինձանից նաև 5 հոգի, որոնք որ այս երգը կապում են Արարատ լեռան հետ, չգիտես ինչի, եւ ընդհանրապես Արևմտյան Հայաստանի հետ։ Քանի որ մենք բոլորս ապրում ենք 21-րդ դարում, արդեն հա ինչ որտեղ վազում ենք, շտապում ենք եւ այլն, մենք սովոր ենք, չէ՞ որ ինչ որ բան լինում, ամեն մեկս մեր համար տենց փոճուր կինո է պատկերացնում իր սաունդթրեքով եւ այլն։ Հիմա ես դες մի բան հետաքրքիր ասեմ, երբ որ մենք առաջին անգամ մեր կյանքում հատեցինք Վրաստան եւ Արևմտյան Հայաստան սահմանը, երբ գնում ենք Մասիս, Արարատ լեռի մոտ էին գնում այցելության, մեր բոլորիս ուղեղների մեջ դլե յամաններ ու անկախ մեզանից, այսինքն ոչ մեկ չէր միացրել կամ ոչ մեկ չէր երգում, հետո մենք որ ուղղակի խոսացինք, տենց ստացվեց։ Ռայսա ջան, շատ շնորհակալություն հրաշալի կատարման համար, իմ համար դրել է յամանը ոչ թե երգ, այլ իրոք խոսք է, որը որ պետք չի ոչ մեկին ոչ մի բան ապացուցել։ Ես Թուրքիայում լսել եմ քրդերը ոնց են երգում այս երգը, եւ անգամ ոչ մի անգամ չեմ ուզեցել ինչ որ մոտենամ ինչ որ մեկին ու ասեմ որ դա հայկական է կամ քրդական է, դա այդ ամենից վեր է, որտեվ այդպես երգում են մեր քարերը, մեր սարերը, մեր ծառերը, մեր հոգին, բոլորին մարդիկ որ այդ հողի վրա ծնվել են, այդտենց երգում են, շնչում են, արտաշնչում են եւ ապրում են, ու դու նոր ապացուցեցիր, որ դու ես այդ մարդկանցից ու այդ քարերից ապրես։ Բրավո, շնորհակալություն Ռայսա Համեցի, այստեղ Ռայսան այն ձուկն է, որ ջուրը նետում ես, նա կարողանում է լավ երգել ու տակից դուրս գալ լողալով։ Կա ինչ-որ ջուր, կա ինչ-որ ժանր, որտեղ դու քեզ նեղված կզգաս վերջապես։ Հա, կա։ Որն է այդ ժանրը։ Չասեմ։ Չէ, ինչի, ռաբիս բառն ես ուզում։ Ամաչում ես։ Ես այդ ուրիշ չկա։ Մենակ այդ ժանրում չես լինի։ Ու պետք էլ չի։ Կասկածում եմ, ենթադրում եմ ու վարկած ունեմ, որ Նարայի կողքին հիմա նստած էր մարդը, ով 3 կատարում շարունակ շատ լուրջ էր ընկալել թե իր զգեստը, թե ժողովրդական երգը։ Ռաֆին է։ Մեր վերջին մասնակիցը Ռաֆի Օհանյանն է, ինչ ես երգելու Ռաֆի։ Ողջույն, երգելու եմ Սայաթնովայի Թավամաշխարհ երգը։ Տարազը քեզ բավականին սազում է, հոգեհարազատ է ժողովրդական երգեր առհասարակ աշխուղական։ Բնականաբար, եթե ես հայ եմ, կապ չունի որտեղ եմ ծնվել, որտեղ եմ ինչ-որ ժամանակ ապրել, եթե ես հայ եմ, եթե լսելով այդ երաժշտությունը, պետք է ինչ-որ մի բան զգամ։ Առաջին անգամ ես կատարելու, հա, որովհետև մրցակից ընկերներից մեկը ասաց, որ սպասում է իր այսօրվան։ Այո, ես անհամբեր էի սպասում այսօրվան, որովհետև էլի եմ ասում, շատ հարազատ է եւ շատ եմ սիրում ժողովրդական երաժշտությունը, աշխուղական։ Քեզ հաջողություն եմ մաղթում։ Ավետ կարող ես դիմավորել մեր վերջին մասնակցին։ Շատ լավ։ Նրանց ասում են եւ ջինսեր եւ ժողովրդական տարած, ոնց հասկանում եք, իսկ ինչ է նա կարծում, հաղթանակը ինչ է, Ռաֆի։ Հետաքրքիր է, մինչև այս պահը ես չէի մտածել հաղթանակի մասին։ Ու մի բան էլ է հետաքրքիր, որ ես արդեն քանի ինտերվյու է, ինչ-որ մի բանի մասին ենք խոսում, ես ասում եմ, մինչև կյանքիս այս պահը ես չեմ մտածել, մինչև կյանքիս այս պահը, ու ես հիմա սենց ինձ բռնում եմ մտքի վրա, որ ինչ-որ կյանքում շատ քիչ բաների մասին եմ մտածել, բայց ոչինչ, հիմա որ մտածում եմ ես հաղթանակի մասին, սենց կարող եմ
ձևակերպել հաղթանակը, մարդ որ կյանքում, առօրյա կյանքում լինում են, ասենք, խնդիրներ, կամ չեն լինում խնդիրներ, մարդիկ մեկ-մեկ ստեղծում են իրանց համար խնդիրներ, բայց դա կապ չունի, եւ որ դու կարողանում ես այդ խնդրի տակից դուրս գալ, կարողանում ես լուծել, հաղթահարել այդ խնդրը, դա հաղթանակ է։ Դա այդ 100% հաղթանակ է, եւ բարոյական եւ ֆիզիկական։ Բարոյական հաղթանակը, ճիշտն ասած, մինչեւ սուպերստար մասնակցելս չէի հասկանում ինչա ու չէի ընդունում, բայց հիմա արդեն կարող եմ ասել ուրախությամբ, որ արդեն գիտակցում եմ ինչա բարոյական հաղթանակը ու ես հիմա գիտակցում եմ, որ այդ հաղթանակը շատ ավելի կարևոր է, քան թե ֆիզիկական հաղթանակը, կոնկրետ սուպերստարում նույնպես այդպես է ինձ համար, ավելի կարևոր է հենց այդ բարոյական հաղթանակը, քան թե վերջում այդ թագը իմ գլխին կլինի, թե ոչ։ Հաղթանակի համար ուզում եմ ասել, որ ես այսպես եմ մտածում, եթե ուզում ես հասնես հաղթանակի, ուրեմն քո ամենամեծ գրավականը եւ ամենամեծ զենքը պետք է լինի քո հավատը այդ հաղթանակի նկատմամբ։ Մերկուրի, այսինքն փայլացու մոլորակի վրա գտնվող այդ խառնարանը 3.5-ից 4 միլիարդ տարվա ծագում ունի։ 1978 թվականին մոլորակագիտության միջազգային միության պատվավոր պրեզիդենտ Կատերֆելդի առաջարկով խառնարանը կոչվեց միջնադարի հայ նշանավոր բանաստեղծի անունով։ Նույն է եւս մեկ երգ, որի հանդեպ պետք է թրթիռով վերաբերվես, որովհետեւ այդ երգով է նաեւ սկսվել են ամեն ինչը, ինչ կոչվում է Նունե Եսայան։ Թամամ աշխարհ պտուտեկա, Ռաֆի Օհանյան, դիմավորեք։ Tamam aşkar putudeka Çatoği hamaş nazani Çatesa kudidari bez Dum dipunen baş nazani Teham haknis, tezar haknis, kuşiris bumaş, nazanin. Endu hava kudes nova, asume va. Nazani Dun patvagan javahiris Ernekuar Of gugutne achchi kashi Ay kugutsan ovinali Atsus vurshudu mirile Ussan kutsan ovinali Apiler megeler beri Kizibes Nazani
Ես են սայատնով ասինչի Որ աղզի վրա հիմանա Աջապ մեզիդ ինչի սկամու Սրդիտ մե խաբար իմանա Դուն կրակ, հակացըտ կրակ Որ մե կրակ ինդ իմանա Հնդու խանամ Ծացքիլիս մարմա նազանի հնդու խանամ քարուարե Ծացքիլիս մարմա նազանի Ռաֆի Օհանյան, բոլոր կարծրապետները քանդված են, ժողովրդական երգեր են երգում հայ սուպերստարի մասնակիցները։ Ռաֆի Օհանյան սիրը, թամամ աշխարհ պտուտ եկա գոր։ Ես չգիտեմ, Սայաթնովայի մասին կարելի անվերջ խոսել, իհարկե, Երևանում ունենք Սայաթնովայի անվան պողոտա, ունենք Սայաթնովայի անվան երաժշտական դպրոց, բայց երևի թե Սայաթնովային պետք է ամեն անգամ հիշել միայն իր երգերով, շնորհակալություն մեր երաժիշտներին հրաշալի, շնորհակալություն Ռաֆիին։ Սայաթնովայի անվան է նաև աշխուղական նվագախումբը։ Ես ուղղակի ինչի իրանց չհիշեցի այդ շարքում, որտեղ եթե պողոտան եւ դպրոցը համարյա թե ոչ մի կապ չունեն Սայաթնովայի հետ, ուղղակի աշխուղական խումբը ամեն նոր կապ ունի Սայաթնովայի հետ, առանց հեռախոսի եւ ինտերնետի։ Այո։ Ռաֆի ջան, շատ զարմացրեցիր ինձ, շատ։ Եվ ինչի ես խոսում Backstreet Boys-երի բաների մասին, դից աննպատակ երաժշտության մասին։ Ապրես Ես չգիտեմ, իմ ականջը ոչ մի բան չլսեց, որ ինձ դուր չեկավ, և հոգիս նաև, շատ դուրս եկար, թե քո կեցվածքը, թե քո երգեցողությունը, թե քո պահելաձևը, լրիվ Սայաթնովայի մեջ էիր, ու եթե ես Փարաջանովի նման կինո նկարեի, օրինակ, չգիտեմ ինչ, քեզ կհրավիրեի, որ դու երգես երգ անպայման։ Մերսի։ Նունե Եսայան։ Այս մի երգի հետ ոնց վարվեցին սուպերստարցիները։ Ուրեմն նախ ասեմ, որ յուրաքանչյուր երգչի ճիշտ ընտրած երգը եւ կատարումը առաջին հերթին գնահատում է նվագախումբը։ Ես միշտ համերգներ է լինում ժողովրդական, երբ մեր գործիքների հետ երբ որ պիտի կատարենք, լինում են այսպես համերգներ, չէ՞։ Ու ես երբ որ նույնիսկ փորձերին եմ գնում, տեսնում եմ, թե ուրեմն ամենաուժեղ քննադատները իրենք են եւ իրենց հայացքից դու կարող ես իմանալ իրենք ինչպես են տրամադրված այդ երգչին եւ ընտրած երգին նաեւ այսպես հենց ասում է այդ երգիչը այս երգն է մեկ էլ տեսնում ես այսպես բոլորը այս լակոտով է եկել է ինչա ուզում երգի այսպես ասեմ եւ երբ ինքը բեմ բարձրացավ ես էլի կար այդ վախը նայեցի իրենց դեմքին հասկացա որ ամեն ինչ նորմալ է հանգիստ այսպես մխիթարի աչքերին նայեցի հասկացա որ այսպես պրոգրաման ճիշտ դրված էր կատարումը հիանալի էր ոչ մի խոսք չկար այսպես ծորում էր մեղրի նման փափուկ հանգիստ խոսքերը հասավ տեղ որը կարևոր է որտեղ երգը երգում են երբեմն չեն հասկանում ինչ են երգում եւ ես զարմացած եմ չգիտեմ շնորհավորում եմ Ռաֆի ջան, հանգիստ այսօր քեզ բհավում եմ, բրավո,
շատ հանգիստ եւ Գորը որ ասեց Փարաջանովի մասին, որ եթե Փարաջանովը կինո նկարեր, ես մտածեցի ինքը հիմա կասի, որ դու գլխավոր ոչ այդ դերը դու խաղաս, то есть Սայաթնովան դու լինես այդ դերում ու ինձ թվում է ինքը շատ համապատասխան է։ Ինչ եմ ուզում ասեմ, արտակարգ կատարում էր, արտակարգ, ես ուղղակի իսկապես դուք մեզ անընդհատ զարմացնում եք, լացացնում եք, զարմացնում եք, ուրախացնում եք, ապրես, շատ լավ կատարում էր, ես դաժե կարամ ասեմ անթերի, բրավո։ Ես հիշում եմ այդ բանակի նվիրված այդ համարը որ կար, այնտեղ ավետի մոտ նստած էր, ավետացեց ինչ-որ հատված երկի և այդ օրվանից ես սպասում էի այսօրվան, որ գալու ես և շատ վստահ, շատ լավ կատարես և այսօրվա ամենաստացված կերպարն ես իմ կարծիքով, շատ սազում է այս ամեն ինչը և այդ պահը, որ երգում էիր, ինչ-որ պատկերացնում էի, որ քեզ Սայաթնովայի դերում էր պատկերացնում, այսինքն շատ հանգիստ էր ամեն ինչը, թեկուզ շարժումները ներքից բխում էր։ Շատ հիանալի համար էր ապրես։ Իսկ մենք ևս մեկ անգամ, սիրելի հեռուստադիտողներ, շատ ջերմ ծափահարություններով այս հեքիաթային մարդկանց ողջունենք։ Քամանչա Վարդան Բաղդասարյան, Քամանի Մխիթար Քեկցյան, Թափքամանի Ռաֆի Հակոբյան, Փոքր Սանտուր, Վլադիմիր Պապիկյան, Մեծ Սանտուր, Իզաբելլա Ինջյան, Սաս Արտակ Դատյան, Դապ, Արսեն Եսայան, նվագախմբի ղեկավար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հարահար Արտեմ Խաչատուր անսամբլի ղեկավար, Կովմաս Պողոսյան, շնորհակալություն ձեզ ի սրտեր, խոնարհում ձեր գործին, շնորհակալություն մեր նվագախմբին։ Շանթի եթերում հայ սուպերստար 4 համահայկական նախագիծն է։ Այո, մենք ավարտեցինք մրցութային համերգի առաջին մասը։ Երկրորդ մասում էստրադային երգեր են ձեզ սպասվում։ Այո, թե որքանով նրանք կարողացան այս ժանրը հաղթահարել, իհարկե ցույց կտան ձեր արձագանքները։ Իսկ հիմա արդեն տեսնում ենք, որ մեր մշտական տաղանդներն են հավաքված։ Հարվածային գործիքներ Կորյուն Բոբիկյան, բաս գիտար Արթուր Մոլիտին, գիտար Վարդան Գաբոյան, ստեղնաշարային գործիքներ Արմեն Զամուկաշվիլին, իսկ այս հրաշալի խմբի ղեկավարն է, ասում որ ես ստեղնաշարային գործիքներ Սամվել Հովհաննիսյանը, շնորհակալություն ձեզ։ Մենք սկսում ենք համերգի երկրորդ մասը։ Այժմ մեր մասնակիցները կներկայանան հայ էստրադային հարազատ և սիրելի երգերով։ Ձենս էլ է այդպես դառնում, այժմ մեր մասնակիցները կներկայանան հայ էստրադային հարազատ և սիրելի երգերով։ Ինչ-որ ասես կակաչներ, կատարում է խումբը, չէ՞։ Դիմավորեք մեր առաջին մասնակցին, Գոր Հարությունյան։ Նա կներկայացնի Լևոն Միրիջանյանի «Ով սիրուն երգը»։ Երգը նվիրվում է սիրուններին։ Ես քեզ սիրեցի, բայց դու անիրավ դավաճանեցի։ Ո սիրուն, ինչու մոտեցա, սրտիս գաղթիքը
սիրեցի բայց դու անիրավ դավաճանեցի բայց դու անիրավ դավաճանեցիր ախ եթե տեսնեմ օրերից մեկ օր դու մանես գալիս տխուրում մոլոր գերգը դառնամ ես քո Ապես Գորջան, շատ լավ կատարում էր, շատ լավ ուսումնասիրել ես էստրադային շարժումները, բայց նախքան այդ ուսումնասիրել դու նաև կարողանում ես շատ լավ երգել, որ այդ երկուսը իրար լրացնում են։ Շատ լավ համարեր ստացվել ամեն շաբաթ։ Շնորհակալություն։ Գյորջանյան։ Գորջան, ես կուզենայի, որ ես համարում դու մի փոքր ասենց ռիսկի դիմեիր ու տայիր մեզ այսօր քո վերսիան, դու փորձեցիր Հայկոյի վերսիան, քո մոտ ստացեց, բայց կուզենայի ես համարձակություն ունենայիր քո վերսիան մեզ այսօր ցույց տայիր եւ ուզում եմ չնայած Հայկոյի վերսիան շատ լավն էր ու դու շատ լավ կատարեցիր, հարցը արդեն երկրորդ կողմն է հարցի եւ ուզում եմ ասեմ ես նոր գորի հետ էի խոսում, որ 2 օր առաջ ես դիտել եմ մի կինոնկար որոնք նկարահանել են իտալացիները եւ Վելիկա Բրիտանիա եւ Իսպանիա շատ երկրներ եվրոպական մասնակցել են այդ ֆիլմի մասնակցում էին այդ ֆիլմում մեր արտույտների ագարակում ես շատ կուզենայի որ բոլորը դիտեին այդ ֆիլմը բոլորը որովհետեւ ամբողջ ֆիլմի ընթացքում ով սիրուն երգը գնում է որպես լեյտմոտիվ ու այդպես են կատարում, որ իսկապես ամբողջ ջանով փշաքաղում ես եւ հասկանում ես, որ դա այդ երգը այդ ֆիլմի համար ընտրել են իտալացիները եւ երգումա ոչ հայը, դա զգացում ակցենտից շատ կուզենայի, որ դու պարտադիր այդ ֆիլմը նայիր, գտի ու նայի, ես շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Գլոմը։ Ես նոր մտովի, քանի որ հին մարդ եմ, կնեն ինչ որ ես կասեմ Նայար Գյուրջինյանն է կհաստատի եւ Նունե Եսայան, իրանք էլ են հին մարդիկ իմ նման։
ինձանց երիտասարդ են երևում։ Լավ, էլ միա ինձանցին։ Արվինը չգիտի, որովհետև չի ապրել այդ ժամանակ Հայաստանում, Սովետական միության որ ռեստորան գնայր, անգամ Урюпинск քաղաքում անգամ, ուրեմն եթե Ուկրաինայից հյուրեր կար Չերվոնա ռուտա են երգում, եթե Վրաստանից Սուլիկո, եթե Հայաստանից ով սիրուն, հայերը, կազախները, բելարուսները բոլորը երգում էին, դրա համար շատ երևի ինչ որ էպոխա ոնց է հայերեն ժամանակաշրջանային երգ է էլի մեր համար բոլորիս շատ եմ սիրում այս երգը անկեղծ երգ է որը միշտ երգվում է պետք չի ինչ որ տենց խորը մտքեր եւ այլն չգիտեմ Գորի կատարումը ինչ դուրս եկավ շատ անգամ ես դες հերու մարդ եմ այլական էստրադայից չէ ես անգամ չհիշեցի որ նայրա ասելից հետո նոր հիշեցի որ Հայկոն հա կատարել է բայց իմ համար գորը самодостаточներ է երգը Քնաբավ Merci Նույնիսկ Ինձ շատ դուր եկավ եւ կարծես արդեն ինքը իրեն զգում էր իր ափսեի մեջ այո եւ ես հագուստը կփոխեի օրինակ Էդ էլ էր մի քիչ հիմա խանգարում դու էլ կփոխեի չէ ասել էին էստրադա է դրա համար կոստյում հա չէ պետք չի փոխեք հանգիստ ինչի մեջ որ դուք լավ եք զգում երբեմն վիճեք ձեր ոճաբանի հետ ասեք ապրես ահա Հենց այս պահին վեճ է մեր մոտ Անամենայնիվ Հասմիկ ջան, մենք քեզ միևնույն է շատ սիրում ենք, չնայած որ գորը հիմա վիճում է քեզ հետ։ Շատ շնորհակալություն ասեմ։ Խորհուրդները միևնույն է շատ լավն են։ Ինձ շատ դուր եկավ եւ գործիքավորումը շատ լավն էր ձեզ եմ ծափահարում։ Շնորհակալություն երաժիշտներին։ Եվ ես կուզենայի որ հիմա այսպես առանց կոստյումի մի կտոր երգ է։ Վերջին մասը։ Ահա, համեցեք երաժիշտներ դուք էլ։ Գցի տրորի հետ։ Չէ։ Տեսակ ինչ խնամքով արեց դա Մի անմեղ սիրո Ես քեզ սիրեցի Բայց դու անիրար Դավաճանեցի Մի անմեղ սիրո Ես քեզ Շնորհակալություն Գորարությունյան Սորոմիկ Ամարինենկո Գոր Արությունյան Արմավիկ Շնորհակալություն և շարունակենք մրցութային երկրորդ փուլի երգերը Այն ժամանակ երբ Ֆրանսիա անունը գոյություն չուներ, երբ ֆրանսերենը դեռևս չէր տարբերակվում լատիներենից, գոյություն ուներ հայերեն կարևոր գրականություն, Անտուան Մեյե։ Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն, ինձ համար պարծանք է հայերեն թարգմանելը, Վիկտոր Հյուգո։ Ճոխ է հայոց լեզուն և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն, Ջորջ Գորդոն Բայրոն։ Առավել ճոխ և գեղեցիկ են մեր հայուհիները, Ստեփան Ջրբաշյան, հայուհի գեղեցիկ երգում է Սուրեն Արուստամյանը։ Հայուհի գեղեցիկ Այս բարդու շվակում Իմ հոգին երեցի Աչքերը երկնակում Ես ինչու սիրեցի Աչքերըդ կապուտար Իմ սիրտը այրեցի Հայացքով Կոլոսյան պատկերով ինձ անգիշ չես տալիս Սիրահար
գալիս Ճամփած շատ պահեցի Կարկաչող ջրերի հողերը սահեցի Քոլուսնյակ պատկերով ինձ հանգիշ ես տալիս Սիրահար իմ սովնի նուպլարեն էլ ալիս Ես ինչու սիրեցի Աչքերդ կապուտա Իմ սիրտը գերեցի հայացքով ու դրա Այս բարդուշը վակում Իմ հոգին գերեցի Աչքերը երկնադում Իմ հոգին գերեցի Աչքերը երկնագում Արոստանյան ու վերջապես իր հարազատ կիթարը կրկին իր ձեռքերում է ու նա իրենց գում է։ Ես երևի նույն բան ասեմ, պարզ է հայկական տարազը բոլորովին քեզ հետ կապ չունի ու որ չերքես էլ հայերեն, մենք չենք նեղանա քեզանից, այսինքն հայկական ժողովրդական։ Ես անցամ քեզնից երբեք չեմ նեղանա։ Դու այս ոճում երգի շատ գեղեցիկ էր, ելույթը ընդհանուր գեղեցիկ էր։ Ինքը բեմում շատ լավ բեմի մարդ է, այսպես ասեմ, տեսքը, գիտարը, երկեցողությունը, այնպես որ ես կոմպլեկտն եմ նայում, հա, երգի հետաքրքիր մեկնաբանություններ, մի բան պիտի ասեմ, որ երբեք մի ցույց տուր, որ դու ինչ-որ բանից նեղվում ես բեմում, երգի այս մասը կամ այս մասը, տես, այդ մասը, այդ որ արեցիր, չէ, այդտեղ գիտեիր, որ հեսա գալու է, հեսա մի հատ լավ բան ես անելու, դու ինքդ դրանից գոհ ես, դու միանք ամբողջ երգը դու պիտի հաճույք ստանաս երգից, ու երբեք դա մի ցույց տուր, որ մենք էլ դա հասկանանք, պրոֆեսիոնալներս, միգուցե հանդիսատեսը դա չհասկանա, բայց այդ մի խորհուրդը միայն ամբողջությամբ շատ ընդունված է ու շնորհակալ ենք մենք Նունեյեսյանի խորհրդի համար Սուրեն ջան շատ դուրս եկավ եւ ուղղակի տես տարբերությունը եթե աշխուղական երաժշտություն ասում եմ որ բլյուզին շատ մոտիկ է այստեղ հայկական էստրադան բլյուզից հեռու է քանի որ բլյուզում կարելի է մարմնի մնացած բոլոր մասերի մասին երգել իսկ թե մենակ կապույտ աչքերի մասին այդ չի հերիքես մի քիչ երևի, էլի որ անգլերենն էր ամեն ինչ կասեիր։ Ապրես, ինձ դուր եկավ շատ եւ ես ուրախ եմ որ կա երկրորդ մաս, որ դու քեզ զգաս նաեւ այսօր է հաղթահարած ինչ-որ բան։ Ապրես։ Հայերը պարզապես ավելի խելաց են սիրելով աչքերը, նրանք սիրում են մնացյալ բոլոր այդ մասերը, որոնք եվրոպացիներն են գովերքում, բայց ինչի չեն խոսում այդ սիրելով։ Մենք մեջն ենք սիրում, հասկացա։ Սայատնովան բազմիցս նշել է մարմնի տարբեր մասերը։ Էդ էլ մասնակից։ Այն ժամանակ նշել քուչակը բան չերա գրեք, ան ֆրիկը, հիմա չեն գրում, ես իմիջ շնորհավոր տոնդ մայրենի։ Գյուրջինյան։ Ես երբեք չէի սպասի այս երգի մեկնաբանությունը, այսպես կարող է լինի։ Ինչ շատ դուր եկավ։
համ քո մտածելակերպը, համ այն, ինչ որ դու այսօր մեզ տվեցիր այս երգով։ Շատ դու դարձրեցիր բլուզ, դու դարձրեցիր երգը քեզանով եւ քո մոտ արտակարգ ստացես։ Այս ոճը քոնը չի։ Այ այդ պահը, որ երաժշտություն անում ես քո ոճով, այ դա դառնում է միանգամից լրիվ ուրիշ մի բան, խոսքս երկրորդ կեսի մասին է, որը միանգամից ինքնավստահություն, միանգամից լրիվ այդ բլուզ վիճակը եւ քո հանգիստ լինելը։ Այդ ամեն ինչը ասելով ստացված է շատ, քանի որ այդ drive-ը տեսա ես, որ հանգիստ ես երգում, քո ոճը չլինելով ես ամեն ինչ։ Ինձ թվում է ստացվել էր, ապրես։ Շնորհակալ։ Հունարենը մեղմ է։ Հռոմեական լեզուն հզոր։ Հոներենը ահաբեկող։ Ասորերենը աղերսական։ Պարսկերենը պերճ։ Ալաներենը գեղեցկազարդ։ Գոթերենը հենց այդպիսի լեզու է։ Հեգնական այսինքն։ Եգիպտերենը տափակախոս եւ ավարաձայն։ Հնդկերենը ճռվողական։ Հայերենը քաղցր, որ միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ։ Եղիշե։ Հայերենն աղոթք է։ Արամ Սատյան հուսո աղոթ երգում է Ռաիսա Ավանեսյանը։ Դիմավորեք։ Շշում հերվում փնտրում են քեզ նորից Նվախում է հույսը իմ հանչող մոմից Ինչ դաշան է լրությունը Ինչ տխուր է մենությունը Չի լսվում էլ ոչ մի ձայն իմ անցյալից Օձը տակեց ու մեր փացը դին կարով Եվ կապույտ է չինչ երկինքը արևով Բայց որնում է քո
Ռայսա Ավանեսյան Իրան։ Եվ ամեն անգամ երկի ուրույն մեկնաբանություն։ Բրավո։ Ռայսա ջան, բրավո, իսկապես բրավո, ես ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, որտեվ աղրելի մեծ դիապազոն, այդքան ուժ, ինձ ուղղակի հիմա թվում է, որ դու սենց կոսմոսի հետ ինչ-որ բան ունես։ Ուղիղ բջջային կապ։ Դա, ուղիղ կապ ու լիցկավորվում ես, վերևից քեզ ուղղակի լիցկավորում են։ Անվճար։ Հիմնականում։ Ես չգիտեմ, Ռայսա ջան, դա գենիալն է։ Բրավո։ Մերսի, շնորհակալություն։ Սա հանճարեղ է ասած Նայիրա Գյորգինյանը։ Ես ուզում եմ նորեն հիշեցնեմ, որ սա կենթանի ձայն էր, հարգելի հեռուստադիտողներ։ Ես սա ինձ որոշել եմ ոչ մի բան չխոսամ, քո երկից հետո, բայց նախապես զգուշացնում եմ, որ եթե ասում եմ ապրես, այսինքն շատ լավ է, ապրես։ Ռայսայի մասին գալի անվերջ խոսել իհարկե, բայց միջև Ռայսա ուզում եմ խոսել գոթերի մասին։ Խոսենք։ Շատ հին և հզոր ժողովուրդ են, գերմանական ծագումով սկանդինավիացի չեն, բաժանվել են երկու մասի, երկրորդ դարում դա եղել մոտավորապես մեր թվարկությունից հետո, դե ժամանակ են ինչ է, ձախ կողմը գնացել է դեպի Իտալիա, վեստ գոթերը Սիցիլիայով իջել են Աֆրիկայում մեծ պետություն են, օստ գոթերը մնացել են Ղրիմում, հին հզոր ժողովուրդներն ինչի հիշեցի, որովհետև Ռայսայի մեջ այդ հզորությունը կա, դա կոչվում է կենթանի հզորություն։ Այսինքն ռուսերեն մի քիչ ավելի լավ է, երևի ժվոտնայի սիլը կա, հայերեն չգիտեմ ինչի կենթանու է դառնում, բայց գեղեցիկ չի։ Վերջը, չգիտեմ, այո։ Վերջը ուժը, որը որ բնությունից է տրված եւ գոյություն ունի մարդու մեջ կամ գոյություն չունի։ Այսինքն կարելի է գնալ կոնսերվատորիա, մշակել ձայնը, կոկորտի եւ այլն, չգիտեմ ինչ, բայց եթե չունենար բնատուրն այդպիսի, եթե իր մաման ու պապան ժամանակին դա իրան չտային, ուրեմն ոչինչ չէր լինի։ Ռայսա ջան, շատ ապրես։ Նստած է դալիճ, շնորհակալություն մամային, շնորհակալություն պապային։ Ուղղակի խոսք չկա։ Ես չգիտեմ, ապրելով օտար երկրում, բազմիցս եղել եմ համարյա թե մեր հայաշատ բոլոր գաղութներում եւ ինչ չեմ ուզում թաքցնել, այնպես ինչպես մենք ենք զգում մեր այս հայերեն երգերը, իրենք միևնույն է, սիրում են շատ, բայց միևնույն է չեն կարողանում զգալ։ Ես զարմանում եմ այս գեղեցիկ էակի վրա, թե ինչպես է զգում, կարծես հենց այստեղ է ծնվել մեծացել եւ միշտ լսել եմ այս նախադասությունը, ուզում եմ այսօր ասել, դու լիմոն քամեցիր բոլորի վրա, այսինքն եւ տղաների, եւ նաեւ ես կարող եմ այսօր բարձրաձայն ասել մեր հայ էստրադայի այդ թվում նաեւ իմ։ Այն հարցին թե ինչ գույն են իր աչքերը, երգչուհին պատասխանել է օվկիանոսի, սովորաբար կանաչ են, երբեմն մոխրագույն, երբեմն երկնագույն։ Հայկական երգարվեստում Էդիթ Պիաֆ համարվող Էլվինա Մակարյանը կյանքի վերջին տարիներն անցկացրեց օվկիանոսից այն կողմ։ Ես ուզում եմ, որպեսզի մենք հոտնկայս հիմա ծափահարենք այս երգչուհուն։ Համաձայն կտակի նրա մոխինն անգամ հանձնվեց խաղաղ օվկիանոսին, բայց օվկիանոսն ի զորու չեղավ մոռացնելու նրա 500-ից 600 երգերը։ Էլվինա Մակարյան, մեր սիրո դաշտերում երգում է Ռաֆի Օհանյանը։ Սեր այրում ես ինձ դարձյալ Դու իմ սեր այրում ես ինձ անվերջ Թե ինչու վախենում եմ ես Չէ որ իմ սրտում կա
չգաս ինձ ասա ինձ ասա մեր սիրո դաշտերում ծաղիկներ է բացվել կանչում եմ որտեղ ես դու սեր մեր սիրո դաշտերում ծաղիկներ է բուրում տենչում եմ կարոտ ու սեր ախ իմ սեր տես գարուններ անցավ դու իմ սեր ինձ հավետ մորացավ տենչու վախենում եմ ես իմ սրտում չէ որ դու կաս ախ իմ սեր տարիներներ անցել դու իմ սեր գիտեմ չես մորացել ետացի քեզ է կանչում կարոտի դեմ ես տենչում դու դարձի մեր սիրո դաշտերում ծաղիկներ է բացվել կանչում եմ որտեղ ես դու սեր մեր սիրո դաշտերում ծաղիկներ է բուրում տենչում եմ ծաղիկներ է լրջել կանչում եմ քեզ իմ սեր կանչում եմ բայց դու չկաս ծաղիկներ է բացվել կանչում եմ քեզ իմ սեր դու դարձի իմ Ռաֆի Օհանյան, սիրը։ Երբ որ ասում եմ Սիրիա, ես հիշում եմ, այսինքն ինձ շատ հոգեհարազատ երկիր է Սիրիան։ Ես այնտեղ ապրել եմ ու այդ կուլտուրան, այսինքն շատ լավ գիտեմ, բայց իր մեջ ոչ մի բան չեմ տեսնում, կարծես հայաստանցի լինի, էլի։ Գիտեմ, որ երկար տարիներ այստեղ ես ապրել։ Հայը հայ ես, բայց հայաստանցի։ Հայաստան։ Դժվար է քեզ արվանել։ Ես ուզում եմ ասել, որ միևնույն է, ինձ շատ ցավոտ է, նույնիսկ Սիրիա լինի, ես պիտի շատ լավ բաներ ասեմ, այսինքն Սիրիայի մեր հայերի մասին։ Գիտես, դժվար է Ռայսայից հետո հիմա ինչ-որ բան ասել, որովհետև իր ընտրած երգը երևի թե ավելի շատ երգի ընտրություն է իմ կարծիքով։ Մի քիչ ճիշտ չէ, չգիտեմ, տրամադրում են երգերը, թե դուք ինքներդ եք ընտրում, այդ ես տեղյակ չեմ, բայց ավելի շահեկան երգ կարելի էր ընտրել։ Կատարումը շատ լավն էր, ես ոչ մի խոսք չունեմ, բայց կարծում եմ, որ դու շատ ավելի լավ կկատարես ուրիշ երգեր։ Համենայն դեպս, բայց այնպես ինչպես կատարեցիր Թամամ աշխարհը, դրանից են կողմ ես ոչինչ չունեմ ասել։ Շնորհակալություն։ Էլվինա Մակարյանը մի ունիկալ երևույթ էր, որը որ ինչ որտեղ անկրկնելի մնաց եւ շատ ժամանակ նաեւ այն պատճառով որ ոչ ոք չի փորձել կրկնել կամ մի քանի անգամ փորձել են տեսել են որ չի ստացվել շատ դժվար է պատկերացնել կամ ուղղակի անգամ լսել երգ որը որ դու գիտես որ Էլվինան կատարել է կամ կատարումը լսել ես ուրիշի շուրթերից ինձ դուր եկավ Ռաֆի կատարումը դուր եկավ մոտեցումը ուղղակի ես էլ ստեղ ինչ որ խնդիր կա որ գոյություն ունի женский текст и мужской текст, էլի, այդ երևի տղամարդը այո, խոսքերը սեր ունեն, երևի թե տղամարդը մի քիչ ուրիշ
ձևի պետք է սիրո մասին ասի կամ երգի, բայց կատարումը ինձ շատ դուր եկավ եւ Ռաֆին այսօր ընդհանրապես շատ դուր եկավ, ապրես։ Գյուրջենյան Ռաֆի ջան, ես համաձայն եմ Նունեի հետ, որ Ռայսայից հետո մի փոքր դժվար է երևի ելույթ ունենալ, որովհետեւ ինքը իսկապես այսօր փայլեց, բայց դու այդքան հավաքված էր այսօր, ինչ առաջի փուլում, ինչ երկրորդ փուլում, ես քեզ այսպիսի հավաքված վիճակում երբեք չեմ տեսել, կատարումը շատ լավն էր, ես անգամ կասեի, որ չգիտեմ, այսպես քո ձայնը, որ սենց լյովի, սենց ամբողջովի հնչի, ես չեմ լսել, կատարումը շատ դուրս եկավ, ես չգիտեմ, Ռաֆի ջան, շատ լավն էր ապրես, այսօր դու ընդհանրապես հավաքված բոլոր ուժերը տրամադրեցին մեզ։ Գիտեմ, այնց 100%-անոց ինչ-որ չէր, ես չհասկացա ինչն էր, ամեն ինչ լավն է, ասիկ առանձին վոկալ լսումի լավն էր, երկը իրեր, բայց ոնց որ քո համար չէր, էդի չհասկացա ինչը, բայց ընդհանուր ոչ լավ էր։ Մերսի։ Շնորհակալություն։ Սելերս այդողներ եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում իրենց խոսքերի համար ժյուրի անդամներին, Արվին Քոչարյանին, Նայիրե Գյուրջենյանին, Եգոր Գլոմովին, Նունե Եսայանին։ Այսօրվա մեր հատուկ հյուրը Մարտով թե ժողովրդական երգի մասին, թե էստրադային երգի մասին կարող է նույնչափ պրոֆեսիոնալ խոսել մարդը, ում ամենասիրելի ծրագիրը Շանթի եթերում դա ով է ուզում դառնալ միլիոնատերն է իմ կատարմամբ։ Շնորհակալություն Նունե։ Շնորհակալություն սիրելի այդողներ, հիշեցնենք, որ այսօրվա մեր համերգային ծրագիրը տոնական էր, երկու մասից բաղկացած եւ այն նվիրված էր մայրենի լեզվին։ Այսօր այդ օրն ենք նշում եւ ընդհանրապես յուրաքանչյուր օր, որ նշենք այդ տոնը, կհիշենք, որ այսքան մնացել ենք նաեւ լեզվի հաշվին եւ լեզվի շնորհիվ, դրա համար եթե չենք ուզում ասիմիլացվել եւ վերանալ, ապա սիրենք մեր մայրենին, խոսենք մեր մայրենի լեզվով։ Հիմա եւս մեկ անգամ դահլիճը պետք է փայթի ծափահարություններից, որովհետեւ 4 հոգի են մնացել, 4-ն էլ հիմա ներկայանալու են ձեզ գեղեցիկ մի երգով, որ այդպես էլ կոչվում է շատ օրիգինալ Հայաստան։ Ռաֆի, Սուրո, Գոր եւ իհարկե միակ ծաղիկով մնաց Ռայիսա։ Մեր համերգային ծրագրի եւս մեկ անակնկալ Հայաստան կոչվող խմբակային երգը կատարում են Ռաֆին, Ռայիսան, Սուրոն եւ Գորեն։ Այս գեղեցիկ կատարումով էլ մեր համերգը այսպես ասած մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Եվ եւս մեկ անգամ շնորհավորելով ձեր տոնը ուզում ենք ասել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Տոնը շնորհավոր Հայաստան եւ հայախոս բնակչություն։ Ես թակած տրպագեք, նոր մի շունչ սրպազան գրկել է կեզ, նոր շկերտ է կանգնել, բնության այս գրկում, քաղաքներ ու գուղեր հնադարյան։ Կանաչով ու պատված, ես թակած տրպագեք, նոր մի շունչ սրպազան գրկել է կեզ, նոր շկերտ է կազմել, բնության այս գրկում, քաղաքներ ու գյուղեր հնադարյան։ Քո սարեզը մուխբար, ալիքոնիք սրտի գարով
իմ սիրուն Հայաստան Հայաստանի չնան քո սարեզը մտպար Ալիքով իմ սրտի գարոտ ես վար Միշտ պատու և իմ միշտ երբից կանչից Հայաստան իմ սիրուն Հայաստան Հայաստան իմ չնան քո սարեզը մտպար Ալիքով իմ սրտի գարոտ ես վար Միշտ պատու և